Պարոն Սաղաթելյան, հիմա քաղաքացիները այստեղ են պահանջում են իրենց քվեները։ Ներսում տեսնում ենք process-ը դեռևս հօգուտ իշխանությունների է, որովհետև միջնորդությունները, որոնք ակնհայտ է, որ պիտի բավարարվեն սահմանադրական դատարանում, օրինակ Սեդա Սաֆարյանի, Դավիթ Խաչատուրյանի մասնակցության մասով հաշվի առնելով շատ բացահայտ հանգամանքներ, հաշվի չառնվեցին։ Ի վերջո ինչ սպասել։ Գիտեք, սա հնարավորություն է սահմանադրական դատարանին ապացուցելու, որ ինքը այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ եւ ի վիճակի է պահպանելու երկրի սահմանադրությունը։ Առնվազն այդ հնարավորությունը տրված է սահմանադրական դատարանին եւ 7 ընդդիմադիր քաղաքական ուժ բողոքարկել են։ Հիմա սահմանադրական բարձր դատարանը կմնա իր օրենքի շրջանակում իր դերում թե չէ, առաջիկա օրերին կպարզվի, որ ասենք այս դատարանը արդեն ունի հեղինակություն, շարժվել է մինչև հիմա օրենքի շրջանակներում, չէ, բայց ամեն դեպքում դիմում կա, հնարավորություն տրված է, տեսնենք ինչ արդյունք կլինի։ Պարոն Սաղաթելյան, բայց 5 տարի անընդմեջ նկատում ենք, որ ընդդիմադիր պատգամավորները անընդհատ իրաց օրակարգով գնում են ազգային ժողով, բայց այնուամենայնիվ կարծես թե չի անցնում իրենց օրակարգը։ Այս անգամ ունեք դուք օրակարգ եւ պատրաստվում եք օրակարգը առաջ տալ։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, վերցնում ենք մանդատները, չենք վերցնում, եթե վերցնում ենք ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում եւ գնալու դեպքում ինչ օրակարգով, ինչ քայլերով, ինչ ռեժիմով, ինչ ենք անելու, չգնալու դեպքում ինչ ենք անելու։ Ամեն դեպքում մենք պարզ ասել ենք, մինչև հիմա ունեցել ենք տարբեր քննարկումներ եւ մեր դաշինքի կուսակցության ներսում եւ գործընկերների հետ այդ քննարկումները շարունակվում են, վերջնական եզրակացության կգանք սահմանադրական դատարանի եզրակացությունից հետո։ Մենք ուրիշի օրակարգով չենք առաջնորդվել, այդ հարցը ուրիշի տվող։ Չէ, նկատում եմ այդ ձեր սեփական օրակարգը ինչպես եք այս անգամ Կասենք կիմանանք։ Իսկ արդեն մոտավոր պատկերացում ունեք։ Ինչև այդ պատասխանում է, որ լսեիք պարոն Փայլակ, կիմանանք։ Իսկ ինչ եք կարծում, ընտրությունները այնուամենայնիվ ոչ լեգիտիմ կճանաչվեն, ինչ որոշում կկայացնի սահմանադրական։ Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքները տեղաթյուրված են եւ մեր ժողովրդի իրական կամ արտահայտությունը չի արտահայտվում։ Ընտրությունները ամբողջությամբ անցել են կեղծիքի մթնոլորտում, նախընտրական շրջանում, բուն ընտրությունների օրը այդ կեղծիքները շարունակվել են նաեւ հետընտրական շրջանում, այդ թվում նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի խայտարակ որոշումը, որը օրը ցերեկով, չէ, երեկոյան գողացավ Բարգավաճ Հայաստանի 60,000 քվեն մեկ ստորագրությամբ։ Երբ այդ կեղծիքները շարժվում են։ Երբ որ ընդդիմությունը որոշի, կազմակերպի ու դուրս գա։ Այդ առումով գնում են, որտեղ Սամվել Կարապետյանն էր խոսել ընդդիմությանը միասնական հանդես գալու այդ քննարկումներ տեղի ունենում են։ Այո, ես այսպես ասեմ, Հայլակ ջան։ Միայն խորհրդարանական գործիքով հաջողության հասնել հնարավոր չի։ Եթե մենք գնանք խորհրդարան, այդ 5 տարվա մեջ պետք է նկատած լինեիք, որ մենք չենք գնացել, նստել մնացել խորհրդարանում, առնվազն 5 տարվա մեջ 3 հատ խոշոր շարժում է գեներացվել եւ փորձ արվել այս իշխանությանը հեռացնել։ Այդ հարցը տվեք նրանց, ովքեր այս 5 տարվա մեջ ոչինչ չեն արել, այդ հարցը ինձ մի տվեք։ Լիքը մարդիկ որոշ ճանաչում են։ Ես 3 անգամ փորձել եմ։ 3 անգամ։ Առնվազն փողոցով Նիկոլին հեռացնել։ Հետևաբար, ահա, դե ով չի արել, լավ են արել ու շնորհակալ եմ ու ճիշտ են արել ու հալալա որ եկել են ու եսի տարբերություն շատերի գնահատում եմ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում առավել եւս քաղաքական ուժերի մասնակցություն։ Ում եք ակնարկումը։ Լավ գիտեք ան։ Այս պահին Այլա գիզնես լավ գիտես, ցավը տանում։ Հիմա փողոցային պայքար նախատեսվում է, թե այնուամենայնիվ արդյունքները սրտերի չբավարարեն չկամացնեցես։ Ամեն դեպքում տարբեր սցենարներ արկում են ու նաև կա խորային հասկացությունը եւ գիտակցությունը, որ պետք է փողոց դուրս գալ առավելագույնը կազմակերպված, որպեսզի հաջողությունը լինի անխուսափելի։ Այսինքն փողոց դուրս գալու համար դա ճիշտ չէ։ Պարոն Սաղաթելյան, հավատում եք, որ իշխանությունը փոփոխվել ընտրությունների միջոցով աշխարհի Առնվազն այս պարագայում իշխանությունը ամեն ինչ արեց վերարտադրվելու համար
Հաջորդ ընտրությունը, եթե սրանք մնան 5 տարի հետո, մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել եւ 5 տարի սպասել, այսպես ասած։ Պարոն Սաղաթելյան, հեղափոխության տրամադրություն այս պահին տեսնում եք թե քաղաքական ուժերի մեջ, թե ժողովրդի։ Գիտեք, մինչև ժողովրդին հասնելը այդ տրամադրությունը պետք է ստեղծեն ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ու տեսնեն ժողովրդի կողմից այդ արձագանքը կա, թե չէ։ Դա փոխադարձ է, ընդդիմադիր ուժեր, ժողովուրդ պետք է աշխատել, կազմակերպել այդ մթնոլորտը ձևավորել։ Մի բան ակնհայտ է, որ ինչքան ուզում է, այսքան արտաքին խայտառակ միջամտության, հսկայական ընտրակեղծությունների, պետական կաշառքի, ասենց լայնածավալ խախտումների պայմաններում գործող ուժը չկարողացավ ապահովել 50% քվե։ Հետևաբար ակնհայտ է, որ կա դժգոհություն։ Հիմա մեր քաղաքական ընդդիմադիր ուժերի խնդիրն է ճիշտ կազմակերպել այդ դժգոհությունը, ճիշտ պահի դուրս գալ եւ փորձել համաժողովրդական ընդգրկուն շարժման միջոցով ժողովրդի կամքը թելադրել եւ հեռացնել այս իշխանությանը։ Հիմա եթե ինձանից ժամկետ հարցնեք, ասել չեմ կարող, որովհետեւ դա միայնակ կամ մեկ ուժի որոշելիք չի, պետք է դնենք, քննարկենք, կազմակերպենք ու այս իշխանության այս խայտառակ ռեպրեսիաները ընդդիմության նկատմամբ պայմանավորված են դրանով, որպեսզի մաքսիմում ընդդիմադիր ուժերին մեկուսացնեն, սահմանափակեն, որ հնարավոր փողոցային պայքարը կարողանան խոչընդոտել կամ թույլ չտալ։